Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Պաշտպան Հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան։ Պարոն Սաֆարյան, վերջին օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում էր Հայաստանը, Երևանը, այստեղ էին շուրջ 50 երկրների առաջնորդներ, ամենատարբեր օրակարգերով, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, Հայաստան Եվրամիություն գագաթնաժողով, Երևանյան երկխոսությունները տեղի ունեցան, որի շրջանակներում կրկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ ունեցավ եւ այսպես շարունակ։ Ընդհանուր առմամբ վերջին օրերին քիչ չեն եղել այն հարցադրումները, որ բացի նրանից, որ Հայաստանը նման մեծ մասշտաբի միջոցառումներ է ընդունում եւ այդքան երկրների ղեկավարներ ինչ է ստանում Հայաստանը ըստ էության, հիմա մենք հարցի այդ կողմին անդրադառնանք, թե ինչ ստացավ Հայաստանը այս ամենի արդյունքում։ Բարի։ Մեկ նախադասությամբ ասեմ, ես այս ամենը կհամարեմ որպես պերֆեկցիոնիզմի դրսևորումներ, կատարելության դրսևորումներ։ Սա եւս մեկ անգամ շեշտենք, քանի որ ես տարիներ շարունակ ասել եմ, Հայաստանի Հանրապետությունը վարում է կշռադատված, հավասարակշռման արտաքին քաղաքականություն, Հայաստանի Հանրապետությունը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, չվնասելով որևէ ընկերոջ, թիրախ չդարձնելով որևէ երկիր դրական առումով կամ որևէ երկրի բացասական առումով։ Մեծ հաշվով այսպես էլ պետք է լիներ։ 2018 թվականի Թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից հետո աշխարհի ընկալումը գերտերությունների աշխարհակենտրոն դերակատարների ընկալումը Հայաստանի Հանրապետության հանդեպ փոխվել է։ Մեծ հանդիսություն, քաղաքական մեծ հիրավի փայլի նշանակության համաժողով եվրոպական քաղաքական համայնքի ներկայացուցիչների եւ ոչ միայն եվրոպական, այդ թվում Կանադայի վարչապետի, այդ թվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար եվրոպական բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը դարձավ ինչ որտեղ եւ նաեւ մեծ քաղաքական իրադարձություն, ինչու՞ չէ նաեւ դարձավ նաեւ տոն մեր ժողովրդի համար, դրան գումարած նաեւ Ֆրանսիայի նախագահի պետական այցի զուգադիպումը դրա հետ, այնուհետև այցը Գյումրի։ Ստորագրվեցին բազում պայմանագրեր, դրանից հետո երկխոսության քաղաքական շրջանակներում եվրոպական կառույցների հետ, Եվրոմիության ուրեմն տարբեր երկրների հետ, Եվրոմիության դեսպանի, Հայաստանի Հանրապետության ներքին գործոս նախարարի, նաև տեխնոլոգիական ձեռնարկությունների, IT ոլորտի այլևս կրթական, այլևս մշակութային, այլևս տարբեր ոլորտների, այլևս տնտեսության մեջ ներդրումների, հեռահաղորդակցության ոլորտի, որը մեկ բառով կարելի է ասել, որ ընտրում ենք մի ճանապարհ, որը մեզ շատ շուտով կմիացնի քաղաքակիրթ աշխարհի եւ քաղաքակիրթ ուրեմն երկրների ընտանիքներին նվազագույնը արագ հաղորդակցվելու կամ միանալու մեր բաղձալի նպատակին։ Պարոն Սաֆարյան, կուզենայի առանձնացնենք Ֆրանսիայի հետ ստորագրված ռազմավարական համագործակցության հռչակագիրը, որովհետև գիտեք, մինչ այդ էլ շատ այսպես սնահավատությամբ կամ վատատեսությամբ էին վերաբերվում այն հանգամանքին, որ առհասարակ Հայաստանը եւ Ֆրանսիան կարող են ռազմավարական գործընկերներ լինել, որոշակի շրջանակի մասին է խոսքը, եւ նաեւ հիմա էլ այս պայմաններում հիշեցնում են, որ այնուամենայնիվ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, դե յուրե ՀԱՊԿ անդամ, ինչ է տալիս ընդհանուր առմամբ Ֆրանսիայի հետ ռազմավարական համագործակցությունը, նաև ոլորտները հասկանանք, որովհետև հաճախ շատերը ռազմավարական համագործակցությունը ընկալում են միայն ռազմական համատեքստում եւ տեղին են արդյոք այդ շահարկումները, որ այնուամենայնիվ մի կողմից Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերներ ենք դառնում կամ առնվազն նման փաստաթուղթ ենք ստորագրում, մյուս կողմից շարունակում ենք մնալ ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ։ Գիտեք, մեր երկրի ղեկավարները սկսած վարչապետից, նաև ազգային ժողովի նախագահից
անվտանգության խորհրդի քարտուղարից եւ արտաքին գործոս նախարարից երբեք չեն երկնչել եւ չեն զլացել, բարձրաձայնել, որ հապկի հետ կապված մեր գործունեության մեջ կան լուրջ ճեղքեր, որը բերել է ուրեմն Ղարաբաղի ամբողջական հայաթափմանը, որը բերել է ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքի շուրջ 250-252 քառակուսի կիլոմետրի ադրբեջանական զորքերի մշտական վերահսկողության ներքո գտնվելուն այդ փաստին։ Հիմա ես անդրադառնամ, որ Ֆրանսիայի հետ ստորագրված կամ ձեռք բերված պայմանավորվածությունները ընդամենը կնիքը դրեցին տարիներ շարունակ մենք ունենք Ֆրանսիայի հետ համահունչ կերպով համագործակցություն մի քանի ոլորտներով։ Դրա վառապացույցը նաև կարծեմ Ֆրայմատոմի հետ կապված նախաձեռնություններն են, ինչու՞ չէ ռազմատեխնիկական համագործակցությունը եւ դարձյալ այլ ոլորտներով։ Ինչ խոսք Հայաստանի Հանրապետության համար ցավալի էր Արցախի կորուստը, Լեռնային Ղարաբաղի կորուստը, բայց ինչպես ասացի, ձևաչափը այլ բան է, բայց ես պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն քայլ առ քայլ սկզբունքային քաղաքականության արդյունքում չնահանջեց ժողովրդավարության սկզբունքից։ Այս ամենը ինչ ձեռք է բերել Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության տարբեր երկրների հետ, եվրոպական տարբեր հարթակներում, տարբեր դրամաչափի հանդիպումների, պայմանավորվածությունների արդյունքում այս ամենը մեր ժողովրդավարության անշրջելի լինելու փաստն է։ Այստեղ գալուց առաջ աչքիս զարնվեց մի քանի թափթփուկների հայտարարություն, կներեք այս արտահայտության համար։ Նախկին վարչապետը ասում է, ես պիտի Պուտինին նամակով դիմեմ, որպեսզի գազը թանկացնի, որպեսզի ճանապարհները փակվի եւ որպեսզի մեր իմիգրացիոն ոլորտում այնտեղ մի քանի միլիոն գտնվող ուրեմն մեր հայրենակիցներին հետ ուղարկեն դեպի Հայաստան։ Դուք գիտեք, սա ինչ ջվաղային հայտարարություն է։ Մեկը ինչ որ կարծեմ։ Բայց կներեք, Կրեմլում ականջալուր կլինեն նման հայտարարությունները։ Ես ուզում եմ անդրադառնալ։ Հիմա ներքաղաքական անցուդարձերի մասին խոսելուց ես դրանք անդրադառնամ։ Մեկ ուրիշը հայտարարում է, կարծեմ Բոզոյան իր բանին կարծեք թե հերո չի գնում իր արժի համակարգից եւ այդ Գերդաստանի տրված մականունից, որ հեսա Բելարուսի պատասխանը կտեսնեք եւ այլը, չէ, կարծեմ մեր քաղաքական ղեկավար գործիչներից մերկուսը ասեցին, չէ որ Լուկաշենկոն ասեց կուդա ձենիսի Արմենիա, չէ, մերոնք էլ ասեցին թող տեսնեն եւ այլ դա համարեցին Բելարուսի ներքին գործերին միջամտելու։ Հատկապես նրանց գրգռել է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը չի ուզում գնալ Բելարուսի ճանապարհով, չի ուզում լինել Բելարուս։ Ես հիմա դրան էլ կանդրադառնամ, այո։ Տեսեք, խնդիրը ինչին է վերաբերում։ Խնդիրը վերաբերում է նրան, որ Հայաստանը բաց է բոլոր երկրների համար։ Հայաստանը վարում է բաց դռների քաղաքականություն, բայց Հայաստանը այնքան ներկայումս ներքին կարողություններ ունի, ներքին պոտենցիալ ունի, որ եւ հատուկ ծառայությունները, եւ արտաքին հետախուզությունը, եւ իր ապահ համակարգը սպասարկող մյուս ծառայությունները, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, արդարադատության նախարարությունը, քննչական ծառայությունները եւ այլ ամբողջովին տիրապետում են իրավիճակին։ Հեսա կարծում եմ կանդրադառնանք նրանց գործողությունները, կանխարգելու կաշառքները, ընտրական գործընթացների մեկնարկից առաջ տարբեր ոլորտներում եւ այլ։ Մի խոսքով ես ընդհանրացնեմ դարակազմիկ իրադարձություն, իպակ making իրադարձություն, որը հաստատ գիտեմ Հայաստանին տանելու է դեպի լուսավոր ապագա։ Դե հիմա տեսեք, վայնասուն են բարձրացնում, ասում են մայիսի 5-ի կամ մայիսի 4-ի ձեռնարկված այս միջոցառումը վարչապետ Փաշինյանն է խնդրել եվրոպական հարթակներում, որպեսզի լինի սա, դա դառնա քաղաքական PR ընտրություններից առաջ։ Թոշակների բարձրացումը նույն կերպ։ Արցախցիների 3 միլիոնը մերձ Երևանյան տարածքներում բնակվելը հավաստագրել է մեկ անձին 4 միլիոնը նույնպես։ Ինձ մնում է ասել, որ կարծում եմ պիտի կառավարության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը մարտ ամսից
կամ փետրվար ամսից կառավարության նիստերին չմասնակցի, պարփակված մնա իր տանը, քնի, կարդա, ճաշի եւ մինչեւ հունիսի 7-ը նոր դուրս գա տեսնի ընտրությունները ինչ արդյունք են ավարտել։ Կառավարության մեծ ձեռքբերումներն են սրանք, որի գագաթնակետը դարձավ ուրեմն մայիսի 3-ից 5-ը տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի այդ հզոր գագաթաժողովը եւ ինչու՞ չի նաեւ եվրոպական ուրեմն կառույցների հետ երկխոսությունը եւ ուրեմն խորհրդակցությունները։ Պարոն Սաֆարյան, նաեւ կուզենամ նրա մասին խոսեմ, որ հիմա փորձում են նաեւ որոշ ուժեր ընդդիմադիր շրջանակներ կամ ինչպես Վլադիմիր Պուտինը հայտարարեց ռուսամետ ուժեր առաջարկել այլընտրանքներ, օրինակ Նարեկ Կարապետյանը երեք գրառում է արել, որ երբ որ Սամվել Կարապետյանը լինի իշխանության, նա գա իշխանության, նրա օրոք վերին լարսը չի փակվելու։ Ինչպես են ապահովելու վերին լարսի անցանելիությունը։ Այսինքն ստացվում է ըստ էության Նարեկ Կարապետյանը ինքնախոստովանություն է անում կամ խոստովանում է, որ դա արհեստական խոչընդոտ է, արհեստականորեն են փակում այդ լարսի ճանապարհը։ Ես կարող եմ շարունակել։ Հա, իհարկե։ Նախքան վերին լարսին անդրադառնալը 1-2 օր առաջ էլ հայտարարեց Սամվել Կարապետյանը, որ 15 միլիոն եվրո է հատկացնելու ուսանողներին, որոնք կրթություն են ստանում արտերկրում, հա, կարծեմ, թե առհասարակ, կարծեմ արտերկրում։ Տեսեք, կառավարությունը 15 տարի առաջ ստեղծեց մի հիմնադրամ լույս, չէ, կարծեմ, որը դարձյալ ձևավորվեց նվիրատուների, կառավարության եւ այլը, եւ որի ճանապարհով եւ որի նախագահը դարձավ ՀՀ երրորդ նախագահը։ Եվ գիտեք ինչ կատարվեց, որը գործեց ոչ թափանցիկ, որը գործեց շատ սուբյեկտիվ, ուրեմն եւ պիտի ասեմ, որ ովքեր որ այդ հիմնադրամի նվիրատվությունների արդյունքում ձեռք են բերել արտասահմանյան խոշոր բուհերում վկայականներ, ընդամենը 1-2%-ը վերադարձավ հայրենիք։ Գալով այդ 15 միլիոնին, ես պիտի ասեմ, որ վերջին 7-8 տարվա ընթացքում, քանի որ ես կրթական համակարգերի հետ կապված բավականին սերտ հարաբերություններ ունեմ, առնվազն այդ 15 միլիոնը, երբ որ ակնարկում էր եւ չարաշահում էր Սամվել Կարապետյանը, առնվազն 5-ից 6 անգամ ավել գումար ծախսվել է բյուջետային գումարներից բացի, որը հատկացում է կրթությանը եւ գիտությանը, ծախսվել է հանրապետության կառավարության կողմից։ Մենք կարիք չունենք այսպիսի դոնորների, որոնք պիտի շահարկեն, որոնք պիտի մեր ժողովրդի քթից բերեն, ինչպես ասում են։ Գալով ուրեմն ձեզ ասած ռազմավիրական ճանապարհով միշտ անարգել եւ անխոչոնդոտ գործելու Նարեկ եւ Սամվել Կարապետյանների հայտարարություններին, դա արդեն ինքնին երևում է, որ այստեղ կա դավադրության շատ ուժեղ տար, որը ակնհայտ կերպով ի ցույց են դնում մեր ժողովրդին։ Գիտեք, այսպես ես ձեզ ասեմ, շատ հասարակ, ինքս ես ոչ նախկին ֆինանսների նախարար եմ եղել, որոնցից մի քանիսը հորժորջում են, որ Իրանից եկող գազի խողովակի տրամաչափը շատ նեղ է, շատ փոքր է, ռուսականի հետ չի կարելի հայմատել, բա մեր խնձորը, բա մեր լոլիկը, բա մեր միրգը որտեղ պիտի տանենք, բա մեր կոնյակը եւ այլ։ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները ունեն գործիքակազմ, անկեղծորեն եմ ասում, հստակ եմ ասում, սա էլ տնտեսագիտության դաշտից խոսեմ, որպեսզի իմանամ, որ սրա մասին եւս ունենք մենք հստակ պատկերացումներ, գործիքական, որ այս ժողովրդի, ուրեմն այս ժողովրդին սովամահություն եւ չգիտեմ, ծանր զրկանքներ տնտեսական չի սպառնում։ Ընդཐུպ մեր խոշոր գործարարների, որոնք ինչ խոսք ունեն մեծ ներդրումներ, մեծ բանկային կապիտալ, իրենց տնտեսությունների եւ աշխատատեղերի ապահովման ուղղությամբ։ Եթե այսպիսի հայտարարություն է արվում ճանապարհների հետ կապված, ուրեմն նրանք ասում են, որ մենք կարող ենք դավադիր կերպով, դավաճանական կերպով փակել տար ճանապարհը, գանք իշխանության, մեր ժողովրդին ստիպենք գնա ընտրություններում ձայն տա մեզ եւ մենք հետագայում ողորմաբար մուրալով խնդրենք բացեն ճանապարհը։ Վալբերեսի օզոնի նաեւ փակվել է, տեսակ ինչքան շահարկվեց։ Կարծեմ էկոնոմիկայի նախարարը հստակ կերպով արտահայտեց դրա վերաբերյալ եւ ասեց դրա թիկունքում ինչ ուժեր են կանգնած։ Ես դա համարում եմ ընդհանուր շղթայի, դավաճանական, դավադիր գործունեության ընդամենը մեկ օղակը։
Մեկ ուրիշն էլ այլ կերպ է հայտարարում։ Գիտեք, ես ասեմ, ասինքն դավաճանությունը ոնց է լինում։ Այսինքն իրենք ինչ լծակներ ունեն դրա վրա, երբ որ հայտարարում են մենք կգանք Վայլդբերիսը նորից կբացվի, Օզոնը կբացվի, Վերին Լարսը կբացվի։ Այսինքն, երբ որ նրանք ասում են, որ իշխող քաղաքական ուժին կամ վարչապետին քիչ օրեր է մնացել, նրանք նկատի ունեն դավադիր այս բաղկացուցիչ մասերը, դավադիր այս լծակները, որը կարող է նրանց բերել, ասենք, մեր ժողովրդին մեծ վնաս հասցնելու ճանապարհով։ Ասենք մեր կառավարությունը կամ վարչապետը ասում է, որ պետք է կայանար, ասենք 1-2-3 ամիս առաջ պետք է կայանա եվրոպական քաղաքական համայնքի խորհրդակցություն։ Կամ ասում է, որ մենք պետք է ատոմային էներգիայի կիրարկման նոր ուրեմն աղբյուրներ որոնենք։ Կամ ասում է IT ոլորտում այս պետք է լինի, կամ ասում է ճանապարհային շինարարության կամ բնակարանային շինարարության կամ կրթական շինարարության ոլորտում պետք է ներդնենք սուբվենցիոն ծրագրերով ավելի քան օրինակ է համար ասենք թե $100 միլիարդ համարժեք դրամ։ Ակնհայտ կերպով սա մեր ժողովրդի ինչպես ասում են, իղձերի ու ցանկությունների դրսևորման փայլուն օրինակ է։ Նրանք էլ նա են ասում, որ նրանք տեսնում են, որ իրենք չունեն այն արժի համակարգը, որ կարող է մեր ժողովուրդը նրանց բերել իշխանության, նրանք ստիպված մոգոնում են այլ բաներ։ Լավ, ես մի բան ասեմ։ Մի պահ ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանը վատ վարչապետ է։ Մի պահ ընդունենք, որ քաղաքացիական պայմանագիր կամ իշխող քաղաքական ուժը վատ կուսակցություն է։ Մի պահ ընդունենք, որ Արցախյան պատերազմի կամ Ղարաբաղյան պատերազմի մոռանանք ինչ է կատարվել աշխարհակաղակական կենտրոններում կամ Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան դաշինքը, դրան գումարած նաև Իսրայելի եւ Բելոռուսի մոտեցումները եւ ասենք, լավ, այդ ինչքան է վատ, որ մեր ժողովուրդը այդ քաղաքական ուժին իր ղեկավարի գլխավորությամբ տալիս է ընտրություններում մեծ քվե երկիրը կառավարելու համար։ Եվ դուք ինչքան եք նողկալի, արգահատելի, ձաղկելի, որ մեր ժողովուրդը աշկով աշկ չունի ձեզ տեսնելու։ Լավ, դուք չեք համոզում, ընդունեցինք, բայց դուք տեսեք, որ քանի անգամ եք ավելի վատ։ Տեսեք, ես մի անգամ ասել եմ Հերմինե ջան, այնպես չի, որ ես ասում եմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը իդեալական է։ Դուք գիտեք նաև ձեր բազում հարցազրույցների ժամանակ եւ ասել եմ, որ նաև կառավարության գործունեության մեջ կան խութեր, կան անջրպետներ, որոնք պիտի անպայման շտկվի։ Խոսքը վերաբերում է հակակոռուպցիոն պայքարում ավելի սկզբունքային լինելու, խոսքը վերաբերում է կառավարության ղեկավարի կողմից այդքան ներողամիտ եւ հանդուրժող չլինելուն, հատկապես հայ առաքելական եկեղեցուն ուզուրպացրած որոշ անբարոյական ուժերի կողմից, որոշ վերնախավային եկեղեցականների կողմից անուններ չտամ եւ այլ, որտեղ ինչքան պետք է ես ասել եմ։ Այսինքն դուք պատկերացնում եք, որ ամեն գնով մարդիկ փորձում են իրենց թալանածը եւ իրենց ուրեմն եղածը նախկինում, որոնք մեր ժողովուրդը մեկըդմիշ դրանց նետել է քաղաքական աղբանոցը եւ նրանք միշտ ձախողված են եղել, կառուցողական չեն եղել, նրանք միշտ խոցելի են եղել եւ նրանց գումարած այն ուժերը, ասենք Սամվել Կարապետյանը, եթե ասել է մեր ձևով, ասենք վերցնում ենք Սամվել Կարապետյանը եկել է իշխանության, պիտի անպայման ճակերտավոր վեհապարին, չէ, Մայրաթորը ուզուրպացրած այդ աստիճանավորին, այդ եկեղեցականին նորից կանչի ասի գնա ինչով ուզում ես զբաղվի։ Մեկ ուրիշ բան եմ ասում։ Գալիս են փրկելու եկեղեցի։ Մեկ ուրիշ եկեղեցու հետ կապ չունեն այդ անձերը։ Ուրեմն Մայրաթորը ուզուրպացրած հոգևորականները, ուրեմն ճակերտավոր կաթողիկոսի ղեկավարությամբ եկեղեցու հետ բացարձակապես կապ չունեն։ Մեկ ուրիշ բան ասեմ։ Սամվել Կարապետյանը ասում է, որ ես եկեղեցու վերակառուցման կամ չգիտեմ Մայրաթորի տարբեր շինությունների հետ կապված մատենադարեն եւ այլ այսքան ներդրումներ արել։ 2018 թվականից սկսած մինչև այսօր Հայաստանի կառավարությունը հանդինես ԿԳՄՍ նախարարության մի քանի անգամ տասնյակ անգամներ ավելի մեծ բարենորոգչական, վերանորոգման, շինարարական ծավալի մեծ գործ է կատարել ուրեմն
հայ խոնարհված հայկական եկեղեցիների պատմամշակութային ժառանգության արժեքների վերականգնման տարբեր ոլորտներում, քան ուրեմն մեր այդ բարերարները։ Իհարկե, այս բարերարների գործունեության հետ կապված երբեք երկու կարծիք չեմ կարող դրսևորել, անընդհատ իմ երախտիկս պիտի հայտնեմ, որի վերջին արգասիքը եղավ շուրջ $2 միլիոն համարժեք դրամով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ուրեմն վերակառուցելը եւ ապրիլի 24-ին մեր ժողովուրդը տեսավ, որ ինչ հսկայական աշխատանքներ է կատարվել։ Տեսեք, վերցնում ենք տնտեսությունը, վերցնում ենք ճիշտ ասած, ես ուզում եմ ավելի շատ հիմա մենք խոսենք նրանից կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քանի որ օրերս նաև գրանցեց այդ 19 ուժերին 2 դաշինք եւ 17 ուժ։ Մենք հասկանանք, թե ինչ առաջարկների շուրջ է։ Հիմա ոչ թե դիսկուսը նրա մասին է, ինչ է առաջարկում Սամվել Կարապետյանը եւ ինչ է արել կառավարությունը, մենք հասկանանք, թե հիմա ինչ առաջարկներ ունեն այս ուժերը, ինչ առաջարկներով են գալիս եւ հունիսի 7-ի ընտրություններին ինչ երկընտրանք կա, ինչի միջև է ընտրելու քաղաքացին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ի պատիվ իրեն Սահմանադրության տարին եւ ոգուն համահունչ գրանցեց 19 քաղաքական ուժերին։ Բայց իդեպ ներողություն եմ խնդրում, այդ իմաստով մեծ դժգոհություն կա, որովհետև ակնկալիք կար, որ այնուամենայնիվ ուժեղ Հայաստան ուժը կարող էր չգրանցվել, հաշվի առնելով վերջին բացահայտումները հակակոռուպցիոն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուշով հետևելու է ընտրական գործընթացներին։ Ես պիտի ասեմ նաեւ իրապահ մարմինների հետ մեկտեղ, եթե սրանք ահագնանան, որ արդեն մեր քաղաքական համակարգի պետականությանը կարող է վտանգ սպառնել, կարող է նիստ գումարվել եւ շատ հանգիստ կերպով դարձյալ գործի օրենքի տարին ու ոգուն համապատասխան։ Եթե սա մենք համարում ենք անձնական, մասնակի, եզակի օրինակներ, սա այլ բան է։ Եթե սա եղավ արդեն համատարած, որտեղ դրան լծվելու է նաեւ այս բացահայտումները կերպով եւ Հայաստան դաշինքը եւ ինչու՞ չի նաեւ առաջարկ Հայաստանի, տեսեք, նախ ուժեղ Հայաստան անվանումը ես համարում եմ միջնադարյան մտածելակերպի ներկայացուցիչների կողմից անուն գտնել եւ տալ այդ քաղաքական ուժին։ Առաջարկ Հայաստանին անվանումը ես ճիշտ ասած այդ բոլոր ներկայացուցիչները պետք է մի բան առաջարկեին այդ ուժին, որ չդառնան ծաղրանքի եւ ուրեմն գրոտեսկի առարկա, այլ իրենք խնդրեն, որ իրենց հոժար կամքով չզբաղեցնեն մեր երկրի քաղաքական հասարակական կարգայթում նաև ընտրությունները չվերածեն կրկեսի։ Հայաստան դաշինքը, ինչպես ասում են, իր դարը անցած, ուրեմն վաղուց իր դարը անցած քաղաքական աղբանոց նետված անձերի, գաղափարների միավորում է։ Եթե նրանց հիմքը ներողություն վերջացնում եմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հիմքը այս շարժման հայ-հեղափոխական դաշնակցությունն է, ապա նրանք ընդամենը պիտի պատասխան տան, որ ինչու մեծ եղերնից 1-2-3 տարի առաջ ամբողջ մեր ժողովրդին կոչեցին զինաթափման, որպեսզի համընդհանուր համազգային ապստամբություն չլինի Օսմանյան կայսրության վարիշների դեմ, 1918 թվականի հունիսին Բաթումի պայմանագրով մեր տարածքը դարձավ ընդամենը 9000-ից մի քիչ տարածք եւ տխրահարչակ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով, երբ որ արդեն Քազım Կարաբեքիրը օկուպացրել էր ամբողջ Շիրակի դաշտը եւ հասել էր մինչեւ Լոռի, մեր տարածքը ընդամենը 20000 քառակուսի կիլոմետր էր Հայաստանի Հանրապետության։ Այդքանից հետո շուրջ 20 տարի եղել եք կրավորական կերպով կառավարության մաս, բացի թալանելուց, բացի ըմբողջնելուց, բացի լափամանից օգտվելուց։ Խոսքս վերաբերում է նաև մյուս քաղաքական ուժերին, օրինաց երկրին։ Խոսքս վերաբերում է մյուս քաղաքական ուժին, Բարգավաճ Հայաստանին, երբ որ ասում է Գագիկ Ծառուկյանը, ասում է այ ախպեր, նախարար կա, որ սկի մի հիմնարկ չի ղեկավարել, մի էշ չի արել։ Ես ուզում եմ հարցնեմ իրեն, Գեորգ Պետրոսյանը ինչ հիմնարկի ղեկավարել, երբ որ եղել է սոցիալական եւ աշխատանքի նախարար։ Արթուր Գրիգորյանը եղել է ընդամենը հարկադիր ծառայության աշխատակից, դարձել է էներգետիկայի նախարար։ Հիմա ես վերջացնում եմ։ Ես ուզում եմ անձերից կտրվենք, որ անձնական ծրագրերից խոսենք։ Հայաստանի Հանրապետության Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած Ռոբերտ Քոչարյանով երրորդ նախագահով
մենք ունեցել ենք նախարարներ, որոնք ունենալով հայեցի կրթություն, հայրենի այբուբենը չեն իմացել։ Հայեցի կրթություն, հայերեն մեկ հոդաբաց նախադասություն չէին կարող ասել։ Այլևս չեմ խոսում, որ նրանց հասունության վկայականների կամ դիպլոմների ճնշող մեծամասնությունը եղել է կեղծ դիպլոմներ, որը քրեական անպայման հետապնդում է նշանակում։ Հիմա ես ասեմ, գալով մեր տնտեսությանը, գալով մեր կրթական համակարգին, գալով հակակոռուպցիոն քաղաքականությանը, գալով խաղաղության հաստատման արտաքին քաղաքականության մարտահրավերների եւ ռազմավարության ճիշտ ընկալմանը, գալով բանակի մարտունակության ամրապնդմանը, ռազմատեխնիկական ուրեմն վերազինմանը մեր բանակի, գալով սոցիալական եւ առողջապահության քաղաքականությանը, ոչ մեկը քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ նրա ղեկավարի Նիկոլ Փաշինյան եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համեմատած 2018 թվականին բոլորը միասին վերցրած նրանց դրական գործը 5-ից 10% չի կազմի այն ինչ որ մենք ձեռք ենք բերել այս ոլորտներում, ասեցի 2018 թվականից մինչև այսօր։ Պարոն Սաֆարյան, տեսեք, մի քանի դիտարկում անեմ, պարզապես ասացիք, եթե հակակոռուպցիոնի բացահայտումները ցույց տան, որ սրանք 1-2 դեպք չեն, այլ համակարգային բնույթ ունեն, կարող է եւ արձագանք լինի, բայց մենք տեսնում ենք, որ սրանք համակարգային բնույթ ունեն, այնուամենայնիվ արդեն իսկ արված բացահայտումները ցույց են տալիս, որ սրանք 1-2 դեպքի մասին չեն։ Սա այդպես, հետո անդրադառնանք նաև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներին, այսպես միջազգային տերմինով ասեմ, երբեմն բուլինգի են ենթարկվում, օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանը, երբ որ ասում են հայր մերը չգիտի, օրերս հայտարարեց, որ այն էլ 3 լեզվով հայր մերը գիտի։ Սամվել Կարապետյանին ասում են արհեստական բանականության միջոցով է խոսում, հիմա արդեն դրական տեղաշարժ ենք տեսնում, Սամվել Կարապետյանը հարցազրույցներով է հանդես գալիս, առաջարկներ է այնուամենայնիվ փորձում ներկայացնել, բայց այնուամենայնիվ իմ ասածը նրա մասին էր, պարոն Սաֆարյան, սեղանի վրա այսօր ինչ առաջարկներ են դրված, այս ուժերը ինչ են առաջարկում, եթե կտրվենք այդ պոպուլիզմից եւ, չգիտեմ, քաղաքական սեթևեթանքներից, հստակ ինչ է առաջարկում այս ուժերը, որոնց Նիկոլ Փաշինյանը երբեմն անվանում է պատերազմի եռագլուխ կուսակցություն, եւ ինչ է առաջարկվում հակառակ կողմում, ինչի միջև է լինելու այս ընտրությունը, այդ երկընտրանքը, որովհետեւ գիտեք, դուք եք լսել, որ սա խաղաղության ու պատերազմի մասին է։ Հիմա ձեր տեսակետը ո՞րն է, դուք ինչ եք հասկացել, ինչ առաջարկ ունեն այդ ուժերը։ Նրանք արդեն այս քաղաքական գործընթացների մեկնարկը շուտ են ազդարարել եւ կարծեք թե արդեն գտնում են հոգեվարքի մեջ։ Այո, Բոլինգի ուրեմն տրամաբանության մեջ ասեմ, եւ հիմա պաշտոնապես հայտարարում եմ, Ռոբերտ Քոչարյանը հայր մերը չգիտի։ Ես պաշտոնապես սա ասում եմ։ Այլևս չեմ ուզում շատ բաներից խոսել։ Մարդը ասում է, որ ես իմ իրավահաջորդի հարցում սխալվել եմ։ Նա պիտի ասի, որ ես սխալվել եմ եւ ափսոսում եմ, որ չկարողացա կանխել հոկտեմբերի 27-ը, չկարողացա ես պիտի ուրեմն հրահանգ չտայի Սպանեին Պողոս Պողոսյանին Արագաստում, ես պիտի մարտի 1-ի արենուղեղությունը չստեղծեի, ես սրա համար դիմում եմ մեր ժողովրդին ներողամտություն դրսևորելու իմ հանդեպ եւ պիտի ասի, որ իմ այս միլիարդները կուտակված է զարտուղի ուրեմն էժան ճանապարհով։ Նույնը վերաբերում է մյուս նախագահին, որը ասել է, ես պիտի լինեմ Երևան-Ստեփանակերտ օթանավի առաջին ուղևորը, որը ասել է, երբեք ես վարչապետ դառնալ, երբեք չեմ դառնա վարչապետ, այլևս չեմ խոսում, որ ներքին գործոս նախարար եւ ազգային անվտանգության նախարար համատեղած ժամանակ ասես մենք արդեն ստեղծել ենք ուրեմն սպիդի դեմ դեղամիջոցը։ Ստեր, այլևս չեմ խոսում մարդկանց հետ, գնում էր շրջաններում, երբ որ ասում են գործարան ստեղծեք, որ ժողովուրդը Ռուսաստանից գա աշխատեն, ասում են գործարանը ձերին չին է պետք։ Դուք գյուղացի եք, դրա համար էլ ասում է խիարը թարսի աճում։ Ես ասում եմ իրենց բարերը։ Ուրեմն ասեմ, երբ որ ասում են Նիկոլ Փաշինյանը խոսում է ոչ եթերային բառապաշարով, ես պիտի ասեմ առաջին ոչ եթերային բառապաշարով օգտագործողները եղել են հանրապետության մերժված ղեկավարները, ձախողած ղեկավարները, պարզապես ինչպես ասում են, վարչապետի համբերության բաժակը լցվել է, եւ նա ստիպված 1-2 անգամ օգտագործել է այդ բառերը։ Անդիմադիր դաշտը քաղաքական այդ 17 կուսակցությունները, 16 կուսակցությունները բոլորը միասին վերցրած նրանց բոլոր առաջարկությունները մեկ բան է հետապմոտ լինում։
ինչպես անեն, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններում չհաղթահարի եւ բարձ մեծամասնության շեմը եւ բացարձակ կամ համանդրական մեծամասնության շեմը։ Ուրիշ բան չկա, նրանք քննվեր են կենում, ապրում են այս մոլոցքով։ Նրանց համար քաղաքական կենսունակ առողջ ծրագիր ներկայացնելը, եթե ես չասեմ 10-րդ պլան է, ապա 20 կամ 30-րդ պլան է։ Նրանց թիվ 1 նպատակը այնպես անեն, որպեսզի իշխող քաղաքական ուժը եւ նրա ղեկավարը չվերընտրվեն։ Այլ տարբերակ չկա։ Գալով նրան։ Այո, արհեստական բանականությունով խոսում է։ Ես մի առիթով ասել եմ, Սամվել Կարապետյանը ինչքան քիչ խոսա, այնքան ուժեղ Հայաստանի ձայները կշատանան։ Մեկ ուրիշ բան, գալով այդ ձեր հայտնի հնչեցրած ազգակործան, երկիրը քայքայող, ժողովրդին բարոյական, ուրեմն շեմը 0-ից ցածր իջեցնող գաղափարին ասեն, որ այո, կաշառքը արդեն մի քանի քաղաքական ուժերի, որի գլխավերևում կանգնած է ուժեղ Հայաստանը, դարձել է արդեն նրանց գործունեության հիմնական բաղադրիչը, ինգրեդիենտը եւ ընդհակառակը իրավապահ մարմինները, եթե համոզված տեսնեն, որ սա արդեն տանում է դեպի ահագնացող վտանգի պետականությանը եւ երկրի քաղաքական համակարգին, համապետական ընտրություններից առաջ, ես գտնում եմ, որ արդեն լինելու են համապատասխան միջոցներ։ Ինչի էջմիածնում չեղավ, դե թող ձայն բարձրացնեն այդ հայլիով խոսացողները, թող ձայն բարձրացնեն տարբեր հարթակներից խոսողները, թող ասեն այս է, բա ինչու՞ չի ասում։ Թող ասեն, որ ինչ է կատարվում, թող ասեն, որ ուժեղ Հայաստան ինչով է զբաղված։ Ես դեռևս չեմ ուզում խոսել Արթուր Ավետիսյանի այդ կանդած կոչվածի, ուրեմն այսպես կոչված շինծու ստեղծված լեգենդի վերաբերյալ, քանի որ ես նաև դիմելու եմ իմ հայրենակիցներին, արցախցիներին, եւ հատկապես այն, որ մարդիկ իրենց կարողացան Ղարաբաղում կազմակերպել ճակերտավոր իշխանափոխություն եւ ուրեմն օրինական կերպով ընտրված իշխանությունը տապալել եւ դավաճանաբար ձեռք բերել ուրեմն իշխանություն եւ ընդամենը իրենց այդ կոտրած դավադիր ձեռքով ստորագրել Արցախի հանրապետության, Լեռնային Ղարաբաղի հանրապետության կործանման փաստաթուղթը դեռևս դրա մասին այլ կերպ եմ ասելու։ Նաեւ ասելու եմ ներկա կառավարությունը ներկայումս այստեղ գտնվող տեղահանված բնակիչների հանդեպ ինչպիսի հոգատարություն եւ ինչ մեծ գործունեություն է ծավալում տնտեսական, սոցիալական, կրթական, առողջապահության ոլորտում, բայց ես պիտի ասեմ, որ այդ ուժերը մեկըտնիչ նետված են քաղաքական աղբանոց։ Նրանց ես իսկ թույլ չեմ տա կոչել ընդդիմություն։ Գիտեք, ընդդիմությունը մեծ արժի համակարգ է։ Ընդդիմությունը մեծ ձեռքբերում է։ Ընդդիմությունը գիտելիքների հավասար, կրթության հավասար, այսպիսի բացարձակ արժեք է, բացարձակ ձեռքբերում է։ Ում ասես ընդդիմություն։ Երբ որ մի գրպանից տեղափոխում է մյուս գրպանը, ում ասես ընդդիմություն։ Երբ որ մի լափամանից տեղափոխում է մյուս լափամանը, մեր բոլոր նախագահների քաղաքական կյանքը մնացել է անցյալում։ Նրանց գործունեությունը ես համարում եմ կամ ձայն բարբարո հանապատի, կամ նրանց մեկ-մեկ բարձրացրած աղմուկը, կամ խորհուրդները, երբ որ հիմա էլ առաջին նախագահն է ասում հետընտրական գործընթացների մասին եմ ես մտահոգում, ես դա պիտի ասեմ, սրանք ընդհանրապես անդրշիրիմյան ձայներ են։ Դեռևս ես մեղմ եմ ասում, որովհետև սրանց գործունեությամբ ես քիչ առաջ ասեցի, որ Հրանտ Բագրատյանի հայտարարությունները, որ պիտի դիմենք ուրեմն Մոսկվային, որպեսզի գազը փակի, որպեսզի էսանի, նաև ուրեմն կապված ուժեղ Հայաստանի հետ ճանապարհների սրանք սարսափներ են, սրանք սպառնացող վտանգներ են մեր երկրի նահանգացող։ Բելարուսի պահովել միգուցե ազգային ժողովի նախագահը մի քիչ հապճեպ հայտարարություն է արել, որ մենք չպիտի գնանք Բելարուսի ճանապարհով, դե գիտեք, Բելարուսը եւ Ռուսաստանը իրար հազարամյակներով կամ ինչպես ասում են էթնիկ մի ժողովուրդ են, կարծում եմ մենք մի քիչ, բայց դե գիտեք ինչ, եթե պիտի Բելարուսի նախագահը ասի կուդա ձենիցի Արմենիա, Հայաստան որ պիտի փախնի մեզնից, պատասխանն էլ պիտի լինի համարժեք։ Պարոն Սաֆարյան, վերջերս էլ կներեք մի ստահակ, մի լակեյ Կրեմլի նայում եմ այդ Անդրանիկ Միհրանյան, որին
մեծ դժբախտություն է ինձ բաժին հասել նրան 1988 թվականին լինելով Ղարաբաղ կոմիտեի անդամ ուղեկցել եմ Ստեփանագերտ եւ այդպիսի լակեներն են հայտարարություն անելու, որ կառավարության կամ Նիկոլ Փաշինյանի վերընտրությամբ մենք պիտի Հայաստանի Հանրապետությանը եւ նրա պետականությանը մեկը միշտ ասենք ստեսություն։ Մեկ ուրիշ ուրեմն Ստրկահաճո Գաբրելյանը, որը չգիտեմ մեդիա մագնատ է կամ չգիտեմ ինչ է եւ այլը, նայ մենք պիտի մեկ բառով ասեմ, այսպիսի հաչոցներին բառից բուն իմաստով ուշադրություն չդարձնենք։ Եվ ավելին, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը շատ լավ քաչ գիտակցում է Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած իր հարաբերությունների նշանակությունը մեր ժողովրդի ճակատագրում։ Այսինքն մենք պիտի ինչ եք կարծում, այստեղ անենք եվրոպական մեծ գագաթաշողով, եվրոպական քաղաքական համայնքի ներկայացուցիչների հետ եւ մենք խնդրենք, ասենք, մեզ թույլատրում եք թե չէ, այդպիսի բան լինել չի կարող։ Մեր հարևանների հետ եվրոպական միության, Եվրամիության բոլոր երկրների հետ, Միացյալ Նահանգների հետ, այդ թվում նաեւ Ռուսաստանի Դաշնության դեռևս շարունակելով ռազմավարական գործընկերության պայմանագրերը եւ համագործակցության բոլոր սկզբունքները, կարծում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարում է հավասարակշռված եւ adekvat խելամիտ քաղաքականություն։ Պարոն Սաֆարյան, ներողություն եմ խնդրում, քանի որ եթերաժամի խնդիր ունենք, շատ կարճ վերջում, քանի որ ասացիք 16 ուժերը ընդդիմադիր, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել են, նրանց գերնպատակն այն է, որ քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Առաջարկը ո՞րն է, այլընտրանք է, իրենք գալով ինչ են առաջարկում։ Լավ, Նիկոլ Փաշինյանը հեռացավ։ Ես չեմ կարող ասել, իրենք չեն գալու։ Ես միայն դա կարող եմ ասել։ Իրենք ինչ որ առաջարկում են, դա նշանակում է մեկ բառով ասել, ոչինչ չեն առաջարկում։ Իրենք ունեն վրեժխնդիր մոլուցք եւ նրանցից շատ-շատերին ճանաչելով եւ հատկապես լինելով քաղաքական ուժի լիդերներ, նրանցից շատ-շատերը պատրաստ են նաեւ գնալ այդ ճանապարհով, որպեսզի ունենան աթոռներ, պատրաստ են գնալ սրբապղծության, նույնիսկ դրան զոհաբերելով իրենց ընտանիքի անդամներին։ Եթե մեր երկիրը գնար այն ճանապարհով, ինչ ճանապարհով գնացել են նախորդ 3 ուժերը, քաղաքական ռեժիմները, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, ապա նրանք չէին մասնակցի այս ընտրություններին։ Հաստատ իմացած եղեք։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է հետընտրական զարգացումներից ես վախենում եմ, չէ, ես 2 րոպե եմ խնդրում։ Ես իրեն ուզում եմ հարց տալ։ Բա 96 թվականին, որ կեղծիքի ճանապարհով համանդրությունը տապալելով եկակ իշխանության, զավթեցիք, բա չէր մտածում հետընտրական զարգացումներից, չէր վախենում այդ ժամանակ։ Ռոբերտ Քոչարյանը 98 թվականին բերել է կեղծ տեղեկանք 10 տարվա գրանցման։ Չէր վախենում 2003 թվականին Կարեն Դեմիրճյանի որդու հանդեպ կեղծեցին ողջ ընտրությունները։ 2008 թվականի մարտի 1-ը եղավ։ 2013 թվականին Ռաֆի Հովհաննիսյանի իմաստից ընկել արդեն չնայած ես իր հետ ունեմ փայլուն հարաբերություններ մեծ արգանք եւ այսքանից հետո, ասինքն դուք դեռևս շարունակում եք ասել, որ մեր երկիրը ժողովրդավար չէ։ Այսքանից հետո, որ միայն կաշառքի գործով առնվազն մի քանի 100 մարդ պիտի լինեին քրեակատարողական հիմնարկներում։ Այսինքն այս ժողովրդավար երկիրը թույլ է տալիս ձեր նման կաշառակերներին, ձեր նման մարդասպաններին, ձեր նման բյուջեն թալանազներին, ձեր նման բանակը թալանազներին, ձեր նման երկիր միջնադարյան խավարի հասրազներին, քրեա օլիգարխիկ համակարգով եւ տրամաբանության մեջ երկիրը կառավարելուն, երկրում քաղաքական սպանությունների, ուրեմն մարդասպան պետական աստիճանի խմբակներ ստեղծելով երկիր կառավարել եւ այսքանից հետո դուք իրավունք ունեք այստեղ բարձրաձայնելու անարդարությունների մասին, ես ասում եմ, նրանք ունեն մեկ քաղաքական մոլուզ, վրեժխնդիր կերպով տեր դառնալ Հայաստան Հանրապետության կառավարությանը, բայց ես պիտի ասեմ, մեկ նախադասությամբ ասեմ, նրանք ոչ մի բանի չեն հասնելու, նրանց նպատակը դա է։ Չեղած տեղից նրանք ոչինչ չեն կարող անել։ Շնորհակալ եմ, պարոն Սաֆարյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Պաշտպան հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանն էր, կհանդիպենք։